Ողջույն սիրելիներս, ողջունում եմ ձեզ, նոր օր է մեզ մոտ սկսվել ու սկսում ենք վլոգ։ Այսօր վլոգը սկսում ենք երեկոյան, մեզ մոտ ժամը 6-ն է ու այստեղ խառը գործի ենք ժողովուրդ, հիմա ցույց տամ ինչ ենք անում։ Ահա, այստեղ այսպես գործի ենք։ Մաքրում ենք, որոշեցինք մաքրենք, նոր տապակենք։ Իհարկե Գագոնը մաքրում։ Հա։ Ծանր գործը միշտ ինձ են տալի։ Ահա։ Հայերեն ոնց էր ասում։ Կրիվետկա։ Կրիվետկա չէ։ Ժողովուրդ հայերեն մոռացա։ Գիտեի, բայց գիտեի չէ։ Ծովախեցգետին։ Չէ, էսի ծովախեցգետին չի։ Էսի ծովախեցգետինը չի։ Չէ, էսի չի։ Հա։ Մի խոսքով կրիվետկա ենք մաքրում, ոչ տապակենք։ Այսպես խառը գործի։ Այսօր սկսել ենք վլոգը խառը գործով։ Խառնենք։ Ու խնդիրը նրանում է, որ 2 կիլո ունենք ու մաքրողում մի հոգի է։ Չէ, ես հիմա կամերան կանջատեմ, կօգնեմ, որ արագ-արագ մաքրենք ու տապակենք։ Ժողովուրդ ջան, այստեղ մաքրեցինք, լվացինք, անկեղծ ասած գնել էինք այդպես տուփով, որ ու այդ ուտելու էֆեկտը այդտենց որ մաքրես, ուտես, տապակես ու մաքրես դու։ Բայց մտածեցինք չտանջվելու համար, ավելի լավ է միանգամից մաքրենք, նոր տապակենք։ Տապակելու ենք սխտորով եւ մաղադանոսով։ Այստեղ կապոն սխտորը կտրատում եմ։ Սկուշ։ Մանր։ Այդ դանակը փորձել ենք պետք չի։ Մանր կտրատում է ձիթայողով իհարկե, թե կարակով էինք անում, կարակով, հա։ Կարակով ու մաղադանոսով։ Ահա։ Սխտորն էլ ով ինչքան ուզում է իր վերնի համար։ Ահա։ Ճիշտն ասած թարմ մաղադանոս չունենք այս պահին, սառեցվածն ունենք։ Ոչինչ տարբերություն ստամա չկա, սառեցվածով կանենք։ Կաշկանդվում ես, չէ, երբ որ Ինչ եմ կաշկանդվում Գագա։ ես որպես ախացիկը պախում ես իմ վրա։ Խի։ Ես մի քիչ Խի։ Ինչի։ Չեմ կարող։ Հա, դու տեսախցիկից վախենում ես։ Չէ, ավելի շատ մրցող խառնում ես իրար, էլի։ Ուզենես լավ անես, ստացվում է ինչպես միշտ։ Չէ, դու սովորական։ Դե չի ստացվում։ Պրոֆեսիոնալ խոհարար չես, մենք գիտենք բոլորս, մեր ընկերներն են նայողները, դիտողները։ Հանգիստ դու կարող ես քո գործը անել։ Հա, բայց ամեն դեպքում Ինչ ամեն դեպքում։ շատ չենք մանրացնում, որ չլառվի։ Հա։ Թե։ Ես 2 հատ կգցենք, տենանք Հա, համոզած։ շատ պետք չի, որ սխտոր շոհ։ Չէ։ Կխեղդի։ Մեր չիմացանք հայերեն ոնց է ժամանակ չկար դիմելու թարգմանության։ Այստեղ արդեն յուղը հալացրել ենք, կարակ ավելի ճիշտ։ Ահա, հիմա սխտած ենք ավելացնում։ Այսպես պատրաստում եմ, ժողովուրդ մի փոքր տապակում եմ ու աղցանների մեջ շատ համեղաստացում։ Հիմա ինչ մաղադանոսը տամ։ Բացվի սխտորը, չէ, մաղադանոսը վերջը։ Հա, վերջում, հա։ Հա, աշակերտները որ ասում լավ լսեն։ Այ չվարվի Պիտի կարակը։ իջացնում ենք։ Այդ Հա, բայց է։ հա։ Բացվեց։ Բացվեց։ Ու լցնում ենք ձեռքով, բռնում ենք ու լցնում ենք։ Չենք կաշկանդվում, չենք վախում։ Ոչինչ, լիմոնով կլվացվեց, կակը։ Ահա, օй, բուրմունքը տարածվեց արդեն։ Դες մի նայեք, որ ինքը շատ է, հեսա մանրանալու է։ Հա, փնքան փոքրանում է ժողովուրդ։ Գիտեք տապակվելուց Հիշում եք, թե կարակը մի քիչ առաջ ենք հանում, որ համեղ ստացվի։ համեղ ստացվի։ Կարս մի քիչ է ձիթա յուղանես, որ կարակը չվարվի։ Թեք։ Ձիթա յուղը չի փչացնում։ Համարջ։
Բայց շատ կարող է շատ մի անգամից լցրեցինք։ Մեր տապակը փոքր է։ Չէ, ես այնքան որ ասկան մուրը։ Մս մի բուջուր բարձրացնեմ շատ իջացինք։ Արի հատ։ Այս ճաշակի աղենք ավելացնում, մենակ աղենք համեմունքներից ավելացնում։ Անկեղծ այդ տուփով էլ եմ ասում առել էինք, որ սենց ուտելու էֆեկտը ուրիշ է, բայց դու որ մաքրես ու ուտես, դա ուրիշ է, բայց անկեղծ վերջին րոպեին որոշեցինք, որ ավելի լավ է մաքրենք, նոր տապակենք։ Միշտ եթե տուփով ենք գնում, տենց չմաքրած ենք տապակում, որ ուտելուց նոր մաքրենք, ընդեղ բացացնում էինք։ Այստեղ էլ ավելացնում ենք սև պղպեղը ու արդեն անուշ բուրմունքը տարածվել է։ Ոչ, դա շատ լավ սարքելուց ես։ Չտեսան, չէ։ Չէ, մոր չտեսել։ Դե։ Ուղղակի ես չգիտեմ, կան շատ տղամարդիկ կան, որ խոհանոց շատ են սիրում, իդեպ աշխարհի բոլոր լավ խոհանոցներից մեծ մասը տղամարդիկ են։ Իմ մոտ ինչ-որ մի թուլություն կա, ես սիրում եմ, հանգստանում եմ ներվերս, ոնց երբ որ խոհանոցում կապ չունի, բացի աման լվանալուց, մեկ է կարտոշկա մաքսելուց, ինչ ուզեք անեմ։ Ժողովուրդ այստեղ մինչև ես ամաններն էի լվանում գագոնատել մաղադանոցն էլ ավելացրեց։ Մեր Վերջ պատրաստան մեր համեղ, ես մի հատ փորձել եմ, շոտ համեղ ստացվել։ Հա, իդեպ շատ շուտ է եփում, մի 2 մաքսիմում 3 րոպեում եփում է։ Շատ որ պահեք ինքը ձգվելու է, ձիգա լինի։ Ճիշտ է։ Պատրաստը մենք գնանք վայելենք։ Նորից կհանդիպենք հետո։ Ողջույն սիրելիներս, մեզ մոտ հաջորդ օրն է։ Երեկ էլ ոչ մի կերպ չստացվեց նկարել, նկարում եմ հաջորդ օրը, քանի որ առիթ կա նկարելու, իմ սկիզբր մայրիկը պատրաստում է գաթա։ Ես էլ որոշեցի, որ նկարեմ։ Հիմա տեսնենք ինչպես է պատրաստում գաթան։ Այստեղ արդեն սկսել է պատրաստել, ձեզ ողջունում է, ման ողջունում ես, ոչիչ, գործի ես, տեսնում եք գործի ենք դրել, գաթա է պատրաստում, գա Իսպանիա ու գաթա չպատրաստի, դա չի լինի, հիմա ալյուրը մաղում է, ամբողջ ալյուրը մաղում է, որպեսի խմորը լավ ստացվի, մոմ կարս մի քիչ բարձրացես, որպեսի խմորը լավ ստացվի, մի կիլո ալյուրը մաղեցիր, մի կիլո ալյուրը լրիվ մաղեց, հիմա հերթը կարակինն է, կարակինն է, ճորկանտուր, հա, այսա կամ ճիշտ է, այստեղ իմ մեղավորությունն է, որ ես կարակը շուտ չեմ հանել, ինչ, սենց էլ կարելի հա, քերիչով ենք անցկացնում, ուզում ես, եթե դժվար չի, ես անցկացնեմ քո համար, դժվար է քերիչով անցկացնելը, կարակը ալյուրոտում ենք, ահա, ալյուրոտում ենք, որ համ ձեռքերից չկպնի, համ հիշտ ձեռքվի, մուրավեյնիկն էլ ենք, մշնաբույրն էլ ենք տենց հանում, խմորը ալյուրոտում ենք, որ հիմա այստեղ լավ, պետքա ինչ անես մամ, կարակը ալյուրի հետ ինքան տրուրենք, որ ստացվի միասեր զանգված, համասեր զանգված, կարակը սկի չերևա մեջ է, այսպես քերում եմ, ման բաժանորդները քեզ հարց էին տվել, ասում էին դուրդ եկել է Իսպանիան, իսկ թվում է չեմ հիշում կներեք ով է հարցը տվել, Ֆլորա Գևորգյան եւ ոնց որ հավանել ես Իսպանիան,
Ես իմ երեխեքը որտեղ կան, Ես տենց էլ գիտեի, որ դու այդ պատասխանն ես տալու։ Սիրելիներս, իմ սկիզբը մայրիկը առաջին տարին չի որ եկել է։ Ես նոր սկսել էի իմ բլոգերությունը, այսպես ասեմ, այս գործընթացը, ու այդ տարի հիշում ես մամս ծնունդդ որ նշեցին։ Մի փոքրիկ հատված տորթերի փչելը ես նկարել եմ, նոր քայլերն անում էի առաջին ու այստեղ ուզում եմ ասեմ ինքը 2 տարի չէր եկել, ճիշտ է, բայց մինչև այդ մեզ մոտ եղել է շատ ժամանակները։ Ընդհանրապես հավանում է Իսպանիան, եղանակը։ Հագեղեցիկ քաղաքը։ Ու գիտեք ինչ է ասում։ Ասում է, որ երկրորդ Հայաստանն է Եվրոպայում Իսպանիան։ Մի շаг առաջ։ Մի շаг առաջ։ Այսինքն նույն ակտիվությունը, ջերմությունը, գոռալով խոսալը։ Խոսքով հավանում է Իսպանիան։ Այստեղ ինչ ես անում, մամ։ Էսի կարակը ալյուրի հետ շաղախում ենք, որպեսզի հարվի գնդերը անցնի, որպեսզի ասենք նոր մնացածը շարունակենք։ Այսօր կաթա ենք ուտելու։ Ինչա պետք ասեմ, տամ։ Աղը, հեսա դա։ Կողքից դիր, որ հիշեմ գցեմ։ Հա։ Ինչև ես կարակը լուծում։ Ալյուրի հետ արդեն անավա բան չի մնացել։ Այստեղ մենք ամանը փոխեցինք, զգացինք, որ փոքր է։ Նայտես արդեն համար է, թե մաշվել է մեր կարակը։ Արդեն մերվում եմ ալյուրի հետ։ Դե սունել, մածունել, սենյակային ջերմաստիճանի է իհարկե։ Մարդին կարելի է գցել, ծուբաները։ Դες ինչ լավ է եղել։ Եմի լսնում ենք մածունը։ Կտալ բան պետք է։ Չէ, հենց են շուր կտան։ Ու սոդան։ Սոդան չմոռանա, սոդան պարտադիր։ Ուրեմն լավ ձեզ չենք ասում սոդան պարտադիր, ձեզ էլ ասենք գախնիկը այդ պարտադիրի շատ պատասխանատու օր, իսկ իսուր մայրիկը կաթայա պատրաստում, որ խնամիները պետք է ուտեն։ Ու սոդան մոռանում այս խնամիներն ուտում են։ Աղներ, հա, ես էտի աղնեմ դրել։ Պեսոկը հեսա տամ։ Մի խոսքով սոդան մոռանում ակցի, այդ խեղճ խնամիները ասում են կերեք, համովա, չոր կատը ուտում են, խեղճերը ինչ են անում, որ չոր է ու հետներն էլ դնում են որպես հյուրասիրություն, որ ուղարկեն, բայց հետո հիշում է, որ սոդա չի, ասում ես խեղճ չոր։ Ես փորձելուց հետո, Ես փորձելուց հետո հիշում է, որ սոդա չի գցել, դե համար մենք միշտ արդեն ասում են սոդան գցի։ Առաջինը սոդան ենք դնում սեղանի։ Այստեղ մի փոքր սոդան ակտիվանում է։ Մտիշ մեծ կթալ եմ ես քեզ տվել։ Ոչինչ։ Ես ձեռքերով գցել։ Հիմա արդեն ծունա։ Եկավ հասավ ձվի հերթը։ Ենքան հավեսին ձվեր են, ստեղի ձվերը։ Հա։ 2 հատ դերնոցով։ Հա, այս մեկ, բայց ինձ հələ չի հանդիպել։ Արդեն 3-րդ անգամ Հա, նայես։ չէ։ Մերկադոնայի XL-ը լինում է, որ մեջը 2 հատ դեղնուցով է լինում։ Արդեն սկսում ենք ձեռքերով։ Ահա։ Վերջ, էլ ոչ մի կթար ձեռքերով ունցել։ Ամենաճիշտ ունցելու ձևը։ Հա, ես սիրում եմ ձեռքերով։ Այո։
Մեկ որ նայում եմ սիրտս ներվում, ասում ոնց են գտալով խառնած։ Ձերքով զգում ես։ Հա, զգաս։ Ձերքով զգում ես, ճիշտ է։ Հա։ Ես էլ եմ սիրում խմորի հետ աշխատել շատ։ Այստեղ արդեն խմորը տեղափոխեցինք սեղանի վրա, որպեսզի ավելի բնականա հունցելը ավելի հեշտ լինի։ Հիմա տես խմորը ոնց է։ Խմորը ալոտան թե լավ է։ Չէ, պետք է լինի փափուկ ու ձեռքերին չկպչող։ Այս թվում է լավ է, հա։ Չէ, այս թվում է լավ է։ Ասես մի փոքր ալյուր վլասնեմ։ Ինքան որ մի քիչ է։ Արդեն էլ մի ավելացրու հունցելով արդեն ինքը բան կլինի։ Արդեն լավ կլինի։ Լավ է։ Մոտավորապես 1 կիլո, հա, 1 կիլո, մի 50 գրամ երևի, մոտավորապես 1 կիլո, 1 կիլոգրամ ալյուր օգտագործեցինք, շաքարավազը 150-ից մի փոքր ավել օգտագործեցինք։ Էլի բոր։ Սպասի։ Մի քիչ տելացու։ Լավ է, շատ պետք չի։ Ինքան որ այսենց ամեն գետնին։ Արդեն լավ։ Հա։ Հիմա սա թողնում ենք մի կողմ ու պատրաստում ենք խորիզը։ Խորիզը ինձ կիսոր Մարիկն ուզում է պատրաստի յուղով, մենք տնական կարակով հալած յուղ ունենք։ Հայկական, ճիշտ ասում, տնական հայկական։ Նորից նույն ամանի մեջ։ Հիմա սա կփակենք սրբիչով, մաքուր։ Հիմա աման բերեմ, որ խորիզը պատրաստենք, էսի տուր ես սև գործերը ես անեմ, այստեղ յուղը տապակի մեջ մի անգամից հալում եմ, ես ես չեմ, ես կարակով եմ արի, յուղով չեմ արեմ։ Կարակով էլ եմ անում, այս յուղը շատ համով յուղը, տնական յուղը, տնական յուղը, դրա համար տնական յուղանա, որ համով ստացվի, ավելի համով։ Ավելի համով ստացվի։ Հիմա սպասում ենք, որ յուղը մի քիչ հալի։ Հիմա մի անգամից բանը լսնում այստեղ։ Պես հոգո։ Կարավազը մի անգամից մեջ։ Ատու հալի մի քիչ սարի։ Հա, հալի մի քիչ սարի, չէ։ Հա։ Պարզ։ Հալելա։ Յուղը այստեղ արդեն հալելուց հետո թողել ենք մի փոքր իհարկե սարի։ Պեսոկն ենք ավելացնում։ Ու ալյուր։ Ու պատրաստում ենք խորիզ, մեկ է վանիլին։ Հա, մի քիչ է սոդա։ Հա, մեր սոդա ենք ավելացնում։ Եմ սկիզբում ամեն ինչ հասկա չափով անում, հասկացա։ Ես արդեն այնքան եմ արել սովորել։ Միշտ է կաթան թխումացիլում։ Մի պտուղից աղ։ Մի պտուղից սոդա։ Մեկ է վանիլին։ Ինձ թվում այս ալուրը հələ քիչ է։ Էլի է պետք ալյուր։ Պետք է մի տակա։ Ավելացնենք, ես մեջը Սենց կաթացնում եմ։ Հա, մոտ էքստրակտն է վանիլինը, մի քիչ էլ արա, թող վանիլինը համովա։ Ահա։ Որովհետև ես միշտ չունեմ։ Հա, ես չունեմ վանիլային շաքարավազը, մոտ էքստրակտն է։
Իրեմ ինչի ես սովորել եմ այս էքստրակտներին արդեն։ Եմ այդ ալյուկներ լցրում։ Էլի թե քիչ էր։ Լցրում։ Լցրում սատայով։ 4 կնդակ անելու։ Լրիվ լցրում։ Լրիվ լցնեմ։ Եթե քիչ լինի ունենք էլ։ Գիտե։ Պատրաստում ենք խորիզը ժողովուրդ աշխարհի ամենահամեղ թխվածքաբլիթ համեղ ոնց ասեմ թխվածքաբլիթ էլի խմորեղենը Մածունում գաթա։ այո ճիշտ է այդքան էլ առողջարար չի իհարկե այդքան յուղ այդքան շաքարավազ բայց Ինչն առողջարար է ասում։ ամեն ես զգացել եմ համով ինչ-որ բան ուտելիք վնասը Էմա մի քիչ էլ բան դուր։ Ալյուր հա։ Հեսա դա այստեղ մի քիչ էլ ալյուր ավելացրեցինք ու արդեն դες արդեն լավ է Էմա համը տեսել է։ Համը փորձեմ Համը յուղով ժողովուրդ յուրահատուկ համ ունի Յուղը շատ ուրիշ է։ յուղով իրոք Արդեն կարանք խմորը բացենք։ Հա, խմորս ընթացքում լավ հանգստացել է, արդեն կարող ենք այո բացել։ Ու արդեն կարող ենք ջեռոցի սկիզբը հասկացնում է ինձ հայացքով որ կարող ենք արդեն ջեռոցն էլ միացնել։ Տականա մեջ է պատրաստ։ Այո։ Հիմա միացնեմ ես ջեռոցը, ժողովուրդ ջան ու հանդիպենք նորից։ Այստեղ արդեն 3 կունդ որոշեցինք բացենք, ավելի ճիշտ իմ սկեսուր այդպես որոշեց։ Ու արդեն բացում ենք։ Կաթայի համար։ Դառնա խմորը կամ։ Հա։ Ճոճոտում է դա, հա։ Հա։ Տակ։ Կանգառում է դիտու բանը մեստեղ։ Բանը մեստի։ Դեռ ազատինի որ Հա, բան։ ես բունդը մեծ եղավ։ Այն թեյնիկ բանն էլ հա պետք է հանե ետեղեց, որ ես հանգիստ լիներ։ Մեր տեղը փոքր անի փոքր։ Սեղանը։ Սեղան։ Եվ որչին։ Այս պոսա յուղդում։ Ցիտա յուղդան տնամ ես կոմի վրա։ Արդեն ջեռոցը միացրել ենք 180 աստիճան։ Ոնց ամեն ինչ հավաքեցի։ Հա, հավաքի։ Ազատինի, ինչքան ազատինի դեր այնքան լավ ես։ Պետք է 4 հատ անեինք, որ տեղը բացելու տեղը քիչ էր։ Չֆայմեցինք, տեսար։ Ոչինչ, բան չկա։ Երիք չի մոկացենք։ Դու պետք է ասես, որ պետք է դու ես։ Հա։ Դու պակասվար պետք չես։ Ավելի շուշուտես կաթաթխում, ես չեմ։ Հիմա մանտուրում է հատ։ Ինչ ասեմ։ Հանձուն։ Պետք է մի հատ էլ տամ ուրիշ աման։ Սպասի մամ ուրիշ աման է տա, որ տեղնոցը առանձնացնենք։ Հիմա տես ինչ եմ անում։ Ինչ ես անում։ Սպիտակուցը լսում եմ ստեյը։ Հա, Որպեսզի ափսոսած սպիտակուցը չթափվի։ Տարածում եմ սենց, հետներ համ խորիսը չի թափվում, համ էլ ձուն չի թափվում։ Արսա։
Շատ չեղավ դեղնություն։ Դեղնություն սպիտակություն։ Միշտ ոնց ուզում ես հրա կողքերը հաստանալ։ Հիմա Ասա ես։ նորից ինձ մի հատ շերեփի նման բան որ Հեսա տամ։ Ասա որը տամ շերեփ անց։ լցրու խորիսը, լցրու ես տարածեմ։ Այսօր մեր մոտ Խառնաշփոթ։ ժողովուրդ մի ձեռով նկարում են, մի ձեռով օգնում են։ Եվ ոնց եմ նկարում, չգիտեմ։ Լավ է։ Տարածեմ, որ տեսնենք պակասը, նոր կլսնենք։ Մամ, իմ հետևորդները քեզ շատ հավանել էին։ Շնորհակալ եմ։ Շատ լավ սկիզբ ունես, բարի կին ա երևում, այդ այդպես ա։ Շատ շփտեր ես, ասում էին գակոն սկիզբի նման։ Հա։ Լավ է ասա։ Այս կարանք մի քիչ Ու լսնենք։ բարևում էին քեզ, միշտ ջերմ բարևներ։ Շնորհակալ եմ դու իրենց բարև իմ կողմից։ Ահա, տեսա։ Ամեն ինչ լավ է։ Հա, լավ է կպով ճիշտ ես անում։ Հա, բացը սպիտակուց ափսոս է։ Հա։ Տեսես լավ կպով։ Հիմա այսենց ենք ծալում, որ գաթան երկար ստացվի, ոչ թե սենց։ Հա, բարձ է։ Որ շատ դատա անենք։ Կաթում ենք։ Կոտ, հա ոնց որ հիմա նայեմ, մաստա չեմ կոր ասում։ Այստեղ դեղնոցի մեջ մի փոքր կաթ ավելացրեցինք ու հիմա դեղնոցը կսում ենք խմորին։ Այստեղ էր նախշերը անում սկիզբը։ Ծակվեց ստեղ խմորը։ Հա։ Այդ է, էլի ծակեցիր։ Հա, ոչինչ։ Հիմա կկպցնեմ ես։ Նավալա, ոչինչ։ Չենք տաները ցուցահանդես մամ։ Հետաքրքիր է թե խե։ Ես հաստա է խմորը բարակ չի որ ասեմ պատրվեց։ Ոչինչ տենց էլ է լինում։ Լինում է բա։ Հիմա կտրում ենք։ Հատուկ կաթայի տանակով։ Ահա, տեղափոխեցինք արդեն յուղաթղթի վրա ու հիմա սա գնում է ջեռոց։ Գնում է ջեռոց։ Սպասում ենք նոր տնենք։ Հա, 5 րոպե սպասում ենք նոր։ Մի 5 րոպե այսպես սպասում ենք ու դնում ենք, տեղափոխում ենք ջեռոց։ Քանի րոպե է ջեռոցը մնում ամ։ Նայես, դու արդեն զգում ես որ կարողելա կողքերով բանով։ Ու հանում ես։ Մինչ ասա կեֆին մենք
առանց ձեզ երևի, կբացենք մյուս գունդը ու կպատրաստենք մյուսը արագ ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, ահա պատրաստ է մեր շատ համեղ կաթաները, արդեն փորձել ենք ճիշտ ասած, շատ համեղ է ստացվել, այսօր մեր այսօրվա պատրաստած կաթան։ Ժողովուրդ ջան, այսօր իմ սկիսոր մայրիկը պատրաստեց շատ համեղ կաթա, արդեն փորձել ենք, շատ համեղ է ստացվել, երևի վերջացնենք այսօրվա վլոգը, այսօր ստացվեց մի տեսակ խոհանոցային ավելի շատ վլոգ, վերջացնենք այսօրվա վլոգը, ձեզ ասենք մնացեք խաղաղ, բարյավ, միշտ լավ եղեք, առողջ եղեք սիրելիներս, կհանդիպենք հաջորդ վլոգում։ Բարյախոժակ մեզ, հաջողություն սիրելիներս։